Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը, իսկ ես իմ օրը սկսել եմ բավականին վաղ առավոտյան, այդ ընթացքում հասցրել եմ Անգելինայիս մանկապարտեզ տանել, հասցրել եմ նաև Նենուլիկիս ճանապարհել դպրոց, մի քանի գործ անել տնային, իսկ հիմա մի քանի ժամ ազատ ժամանակ ունեմ ու այս ժամանակը ուզում եմ օգտագործել ի օգուտ մեզ ու ուրախացնել եւ երեխաներին եւ տան մյուս անդամներին, քանի որ որոշել եմ պատրաստել լամաջո։ Իրականում լամաջոն մի փոքր երկար գործընթաց է, չնայած որ շատ համով է, բայց շատ հաճախ ալարում ենք պատրաստել զուտ իր երկար գործընթացի պատճառով, հա, այնպես որ այսօր որոշել եմ այդ լավությունը անել մերոնց, ես կպատրաստեմ, կկիսվեմ իմ տարբերակով ձեր հետ, իսկ դուք մեկնաբանությունների դաշտում կարող եք ասել դուք ինչպես եք պատրաստում լամաջոն։ Դե ինչ, անցնենք խմորի պատրաստմանը։ A few moments later. Այստեղ 1 լիտր ջուր է սիրուններս։ Ջրի վրա ես ավելացնեմ մոտ 1-2 ճաշի կտալ բուսայուղ, որպեսզի խմորն ավելի էլաստիկ ու թեթև լինի։ Ահա, սա էլ 3։ Այստեղ կավելացնեմ նաև աղ, 1-2 թեյի կտալ։ Հաշվի ենք առնում, որ նաև պետք է միջուկը աղով աղանենք, դրա համար մի փոքր խմորի մեջ զգուշ կօգտագործենք եւ այստեղ կավելացնենք այնքան ալուր, որքան, այսպես ասած, անհրաժեշտ կլինի, որպեսզի խմորը լինի էլաստիկ ու կառավարվող խմոր։ Ալյուրը ավելացնելու ենք քիչ-քիչ, որպեսզի շատ պինդ խմոր չստացվի, բայց նաև այնպիսի խմոր պետք է լինի, որ ձեռքերին չկպնի ու իր հետ կարողանանք հեշտ աշխատել։ Լավ լվացվում ենք ու սկսում ենք ձեռքով հունձել։ Բլտալը այլևս մեզ անհրաժեշտ չի։ Այս տարբերակով խմորը ավելի լավ ենք զգում։ Իմ խմորը դեռ թույլ է, իրան էլի է պետք ալյուր։ Բայց չենք շտապում, մի լավ հունձում ենք, որպեսզի ալյուր չմնա, հա, տակը։ Ահա եւ վերցինումներս, այսպիսի էլաստիկ, հավես, փափուկ խմոր ենք ստացել։ Հիմա այս խմորը կբաժանենք մանր փոքրիկ գնդիկների։ Այսպիսի փոքրիկ գնդիկներ ենք անելու։ Ահա եւ մեր լամաջոյի լոշիկները, որոնք ես արդեն գնդել եմ, հիմա իրանց կտնեմ մի կողմ, որպեսզի մի փոքր հանգստանամ, որ հետո կարողանամ իրանց հետ հեշտ աշխատել, իսկ մինչ իրանք կհանգստանան, ես այդ ընթացքում կպատրաստեմ միջուկը։ Դե իսկ միջուկի համար մեզ անհրաժեշտ է իհարկե աղացած տավարի միս, որի վրա ավելացնելու ենք մանր կտրատված սոխ, ավելացնում ենք նաև մանր կտրատված համե, կավելացնենք նաև կանաչ սոխ, իհարկե չենք մոռանում այս միջուկի գլխավոր բաղադրիչներից մեկը սխտորը եւ իհարկե սկսում ենք համեմել այն ամենով, ինչը ունենք մեր ձեռքերի տակ։ Ես կավելացնեմ չոր աջիկա, որը շատ համով համադրվում է, կավելացնեմ նաև խմելի սունելի մի փոքր, չորնի պեղեց, իհարկե չենք մոռանում կարմիր պղպեղը, աղը եւ իհարկե տոմատի մածուկը։ Այս ամենին ավելացնում ենք ջուր, ջուրը պետք է լինի բավականին շատ եւ խառնում ենք, որպեսզի ստացվի շատ թույլ զանգված։ Եթե ընթացքում անհրաժեշտություն լինի, նորից կավելացնենք ջուր։ Վերջ, միջուկը եւս պատրաստ է։ Դե ինչ, անցնենք լամաջոները պատրաստելուն։ Հետո մարվել պարզվել է, որ տները գազակի կացված չեն, հետևաբար հրտեղը գազի հետ առնչություն չունի։ Տեղը մարտապահություն է իրականացրել Երևանի շտապօգնության բժիշկների հետ հապաղում։
Զանգել եմ իմանամ գիշերը հանգիստ քնեցիր։ Չէ, այսինքն հասել հանգիստ քնել եւ իմանայի, որ հնարավոր Ես ամեն ինչ կանեմ համար, ամեն ինչ, ամենցած կզորվելը, դուրս չի, չէ, ուժնի չէ։ Տենսիրուններս դուք վերջնական տեսքը տեսակ լամաճոյի, եկեք հիմա միասին փորձենք ու տեսնենք համը ինչպիսին է։ Իսկապես շատ համով է ստացվել, համեմունքները ճիշտ չափով եմ արել, բալանսավորված, մեկը մյուսին չի խանգարում, միայն կարելի է մի փոքր ավելի շատ թողնել, որ լոշիկները կարմրեն, մնացած ամեն ինչ իդեալական է, շատ համով եմ, այնպես որ գնացեք, պատրաստեք, փորձեք ու եկեք մեկնաբանություններում գրեք արդյոք հավանեցիք այս տարբերակով լամաճոները, թե ոչ։ Այո, առանձնացել եմ սենյակում ու ինքս ինձ արժանացրել եմ այս մի մեծ բաժակ թառը սուրճին, այսօր ամբողջ օրը տան գործերով եմ զբաղված եղել, երեխեքին եմ տարել, բերել մանկապարտեզ դպրոց բարի, հիմա արդեն երեկո է ու հաց կերանք ու ցանկացա առանձնանալ ու սուրճս խմել սենյակում, իդեպ ասեմ, որ լամաճոն շատ համով էր, մերոնք եւս շատ հավանեցին, այնքան շատ, որ Անգելինան 2 հատ է կերել, այդպիսի բան չի լինում, Անգելինան շատ բացառիկ դեպքերում է ինչ-որ մի բան հավանում ու ուտում, ու այս անգամ այդ դեպքերից էր, համել առանձնացել եմ սենյակում, որպեսզի մի քանի բաներ ունեմ գրելու, նյութեր, սցենար ու դա է պատճառը, որ նաև առանձնանամ ու այդ գրառումներս էլ անեմ, որպեսզի չթողնեմ հետոյի, այդպես հիմա համ սուրճ կխմեմ, համ գրառումներս կանեմ, համ էլ մի փոքր կհանգստանամ, որովհետև այսօր ամբողջ օրը ոտքի վրա եմ եղել ու բավականին հոգնել եմ, այդպես սիրուններս, ինձ մեկնաբանությունների դաշտում գրեք տեսնեմ, ելով է իմ նման մոռացկոտ ու իր կարևոր գործերը, որոնք պետք է անի օրվա ընթացքում կամ շաբաթվա ընթացքում պարտադիր պայմանի նման մոռանում է ու այդ իսկ պատճառով նաև այստեղ գրի եմ առնում իմ կարևոր գործերը, որոնք պետք է անեմ շաբաթվա ընթացքում կամ օրվա ընթացքում, քանի որ օրվա մեջ շատ հաճախ եմ դուրս գալիս, այնքան ցրված եմ լինում, որ շատ հաճախ նույնիսկ մոռանում եմ, թե ինչի համար եմ դուրս եկել, մամաս մեկ-մեկ կատակում է ու ասում է նայի երեխեքին էլ չմոռանաս դրսում, իրականում ծիծաղում ենք, բայց շատ վատ է ու այսպես շփվելով շատ ծնողների ու ծնողների հետ հասկանում եմ, որ ես մենակ չեմ, ժողովուրդ մարդիկ շատ մոռացկոտ են դարել, մտքամոլոր են դարել, չգիտեմ ինչի հետ է դա կապված, գուցե որ կյանքի ռիթմը կամ չգիտեմ հոգսերն այնքան շատ են, որ ստիպում են, բայց առաջ այդպիսի բան չի եղել, մեր տատիկները, ես հիշում եմ, իմ տատիկը այնպիսի բաներ էր հիշում, որ ապշում էի, իսկ հիմա մենք ենք շատ մոռացկոտ դարել, որը շատ վատ է, որ այսքան երիտասարդ ու արդեն ունես հիշողության հետ կապված խնդիրներ, չգիտեմ,
Հələ գրեք տեսնեմ դուք էլ եք իմ նման մոռացկոտ թե ոչ։ Այդպիսի բաներ սիրուններս։ Ինչ ասեմ, երևի այստեղ ու այսքանով այս վլոգը եւս ամփոփենք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ այն մինչև վերջ դիտեցիք ու եթե ձեզ դուր եկավ իմ ալիքը, ես, իմ վարած կենցաղը, ապա բաժանորդագրվեք, լայքեք, քանի որ ձեր ձեռքերում է հիմա իմ ալիքի առաջընթացը, զարգացումը, ես շատ ուրախ կլինեմ յուրաքանչյուրիդ արած ամեն մի այսպես փոքրիկ լայքը, որ ձեզանից ոչ մի բան չի տանի, բայց ինձ կօգնի իմ ալիքը առաջ տանել, ինձ մոտիվացնում եք այդ քայլերով ու ես ավելի հավես ու հետաքրքիր վլոգներ եմ մտածում, իրականում շատ մտքեր ունեմ, որոնք ուզում եմ իրագործել այս ալիքի շրջանակներում, այնպես որ այդ ամենը իրագործելու համար ձեր օգնությունը եւս շատ պետք է, այնպես որ եղեք ակտիվ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա։